Հաջորդը Նարեկն ընտրել է Գայանե Վերմիշյանի հարցը։ Շնորհակալություն մեր տղաներին ժամանակավորապես փոխարինելու համար։ Հարց. Ինչ կարծիքի եք Արման Թաթոյանի այն հայտարարությանը, որ նախկին նախագահները չպետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի Նիկոլը պարտվի։ Հարգելի Գայանե, միանգամից առաջ անցնելով պատասխանեմ, որ Արման Թաթոյանի միտքը կապված նախագահների ընտրություններին չմասնակցելու հետ բյուրեղյա նիկոլական եւ նիկոլածին թեզ է։ Թաթոյանի այս մեկնությունը լսելուց հետո ես պատկերացրի օրինակ, թե ինչպես էր երիտասարդ Արմանը ժամանակին փորձում գերել իրեն դուր եկած աղջկա սիրտը ու պատկերը մոտավոր այսպիսին ստացվեց։ Եկեղեցի խորանի առջև կանգնած երիտասարդը աղոթք եւ խնդրանք է հղում առ Աստված, որ աշխարհի բոլոր երիտասարդները առաջին իր կուրսեցիները վերանան կամ փոխեն իրենց սեռական օրիենտացիան, որպեսզի ինքը մնա միակ տարբերակն այդ աղջկա կյանքում։ Ընդհանրապես Թաթոյանն ու քաղաքականությունը կամ քաղաքական մտածելակերպը հակադիր բևեռներ են։ Ու ես ցավում եմ դեռ այն միամիտների համար, ովքեր հույսի նշույլ ունեն վերջինիս քաղաքական կարիերայի հետ կապված։ Վերադառնալով հարցի բուն բովանդակությանն ասեմ, որ Թաթոյանի այդ հնչեցրած միտքը դաշտ է բերել եւ պարբերաբար կրկնում է ռեժիմի պարագլուխը։ Եվ իզուր չէ, որ Արմանի Ամերիկա բացահայտած դեմքի արտահայտությամբ եւ ձայնի առոգանությամբ հնչեցրած սոկրատեսյան միտքը հենց հաջորդ օրը ծափողջություններով ընդունվեց Civic.am կայքի համապատասխան հոդվածում։ Իրականությունն այն է, որ ՀՀ պաշտոնաթող նախագահները Նիկոլի համար նվեր չեն, առավել եւս, որ նվազագույնը առաջին եւ երրորդ նախագահներն անձնական քաղաքական հայտ չեն ներկայացրել, իսկ երկրորդ նախագահն այլևս ընդդիմադիր դաշտի առաջատարը չէ։ Իսկ այ Նիկոլին մեծագույն նվեր կլինի Արմանի նման ընդդիմությունը, որն իր ընկեր Էդմոն Մարուքյանից շատ քիչ տարբերվող ճակերտավոր ընդդիմություն կաշխատի, ու միգուցե հատուկ հանձնարարականներով դեսպան էլ չլինի։ Խորհուրդ եմ տալիս Արման Թաթոյանին գնահատել եւ նրա ասածներին վերաբերվել այնպես, ինչպես որ նա կա իրականում՝ մարուքյանաբար։